Տիկնիկյան էլ մնացին քնած, դավին անտեղյակ, ցավին անտարբեր։ Նստած է շահը նրա առաջին, ահա իրական քեֆի սեղանը։ Նայում է շահը, անտերը գավույքին մտքովն անցնում է աշխարհքի բանը։ Աշխարհում հաստատ չկա ոչ մի բան ու ոչ մի հավատալ ոչ մեկին, ոչ բախտի փառքին, ոչ մեծ հաղթության, ոչ սիրած կնկա տված բաժակին։ Ուլի դառնությամբ հարցնում է նա, դալուկ մարմարիոն թամկատիրուհուն։ Պատասխան տուր ինձ մատնիչ սևաչյա, միթե թաթուլը քաշ չեր ու սիրում։ Քաջ էր ու սիրում քեզից առավել մի բարձր ու ազնիվ տղամարդ էր նա։ Կնոջ մատնությամբ ամրոց չէր առել, չէր եղել կյանքում խաբեբա։ Այսպես տեկինը տվավ պատասխան անուն ցասումից մռանչած շահը։ Հեյ դահիճ կորած գազանի նման, դահիճը իսկույն մտավ սրահը։ Դահիճը եկավ ոտից գլուխ կարմիր հագած ու արյուն, ու դուրս տարան իր պալատից թմկաչ քնախտիրուհուն։ Տարան անտակ այն ժառից, որ կանգնած է մինչ այսօր, և ահա որ քարի ձրից գլորեցին դեպի ձոր։ Գել ու աղվես եկան հանդից, ագահ սիրտը լափեցին, ցին ու ագռավ իջան ամպից, սև աչքերը հանեցին։ Անցավ անտես ու աննման այն սիրուն աշխարից, ինչպես ծաղիկն անցած գարնան, որ չի ծաղկել է նորից։ Անցավ դալուկ այն տիրուհին։ Արմեն հակուն ծախող Դավաջանի։ Բայց մենակ անմեղ այս զրույցը հասավ մեզ, որ մեզանից հետո էլ դեռ պետք է խոսվի միշտ այսպես։